Պարոն Քոչարյան, մեկ էլ Ապոնի ծագումնեցող գույքի բռնագանձման օրենքի հետ կապված է ուզում հարցնել ՍԴ որոշման մասով մասնավորապես, ինչ օրենսդրական փոփոխություններ են նախատեսում արդեն ՍԴ-ի որոշումից հետո։ Փոփոխություններ լինելու են միանշանակ, ամեն դեպքում մենք նախագծով հանդես գանք, դրա դեռ մշակման փուլում ես չեմ ուզենա տենց կոնկրետ առարկայական փոփոխություններին անդրադառնամ, ամեն դեպքում փոփոխությունները մեծամասամբ ելնելու են հենց Սահմանադրական դատարանի հայտնած դիրքորոշումների տրամաբանությունից։ Դրանցով չենք սահմանափակվի, որոշակիորեն գուցե նաև ավելի լայն շրջանակ կվերցնենք փոփոխությունների առումով, բայց հիմնականում բխելու են հենց Սահմանադրական դատարանի հայտնած դիրքորոշումներից։ Ձեր կարծիքով ընդհանուր հայցադիմումների հետ կապված շատ փոփոխություններ են սպասելու արդեն դատարաններում։ Պրակտիկային չեմ կարող ասել, որոշակի փոփոխություններ միանշանակ կլինեն, փոփոխություն ասածը դա կլինի դատախազության կողմից, թե կլինի դատարանի կողմից ուրեմն այդ պահանջների բավարարելու կամ չբավարարելու առումով կամ այլ պրակտիկ խնդիրներով, բայց որ ազդեցություն կունենա Սահմանադրական դատարանի որոշումը ուրեմն այս ինստիտուտի պրակտիկայի առումով դա միանշանակ է։ Շատ դրական եմ գնահատում, որովհետև հիմնական թիրախային խնդրահարույց կետերին Սահմանադրական դատարանը անդրադարձել է, բնականաբար որոշ հարցերի պատասխաններ Սահմանադրական դատարանը չի տվել, թողնելով դա արդեն պրակտիկային եւ օրենսդրին, ինչը նույնպես դրական եմ գնահատում, այսինքն Սահմանադրական դատարանը խնդիր է բարձրաձայնել եւ բայց դրան լուծում չի տվել, քանի որ պրակտիկա դեռևս տենց շատ չունենք, բայց հենց այդ խնդիրների արձանագրումը Սահմանադրական դատարանի կողմից մեր համար որպես Արդարադատության նախարարություն բավարար է այդ ուղղությամբ արդեն ավելի գործուն քայլերի գնալու համար։ Բոլոր դեպքերում պետք է չմոռանանք, որ քրեական գործը ընթանում է քրեական դատավարության կարգով, իսկ Ապոնի ծագումնեցող գույքի բռնագանձման վարույթը իրականացվում է քաղաքացիական դատավարության կարգով, որոնց գործիքները, նպատակները, երաշխիքները շատ տարբեր են եւ չի կարող մեկը մյուսով ուղղակիորեն պայմանավորված լինել։ Այո, Սահմանադրական դատարանը որոշ դեպքերում գույքի բռնագանձման համար որպես պայման նախատեսել է հանցավոր գործունեության հետ կապը, բայց սա չի նշանակում, որ հանցագործության քրեական վարույթով որակումներ տալու համար էլ պետք է կողմնորոշիչ լինի կամ այս քաղաքացիական վարույթով տրված գնահատականները, սրանք տարբեր գործընթացներ են, տարբեր տրամաբանությամբ, տարբեր նպատակներով, տարբեր երաշխիքներով, ուստի դրանք իրար հետ կապելը արհեստական այդքան էլ ճիշտ չի լինի։